Ոնց կարող է պատահել լինի Հայաստանի ղեկավար, որ չուզենար Ղարաբաղը միանար իր մայր հայրենիքին։ Ես դա համարյա թե բացառում եմ, եթե նորմալ մարդ է, չի կարող պատահի չուզենա իր հայրենիքից կտրված մասը ուժի միջոցով վերցված մասը չվերադարձվի, դա անհնար բան է։ Ուրեմն եթե ես էլ եմ այդ հարցին լուծմանը կողմնակից, որովհետև կարող է պատահի եւ ասես ես դեմ եմ, չէ՞, ես դեմ եմ։ Բայց այդպիսի բան ասող չի կարող պատահել։ Այսօր ինչ խոսում են, ասում են Ղարաբաղը, Արցախը, Արցախը։ Բայց նախորդ շրջանում էլ ինչ խոսել ենք, ասել ենք Ղարաբաղը, Արցախը, Արցախը, վերջում ինչ պարզվեց։ Ասում են հող ենք կորցրել։ Այդ հողը ինչով է մեր եղել։ Ինչով է մի հատ բացատրեք ինչով է մեր եղել։ Չեմ ուզում մահացած մարդկանց հետևից խոսամ, բայց ասենք մի քանի գեներալների տիրապետության տակ, որ ցորեն գցեն ընդեղ ասենք ենթադրենք, էդ է եղել, ինչով է մեր եղել։ Ինչով մի հատ բացատրեք ինչով է, ընդեղ դպրոց են կառուցել, մանկապարտեզ են կառուցել, գործարան են կառուցել, ապրել ենք ընդեղ, բնակավայր ինչով է մեր եղել։ Մերը չի եղել։ Մերը չի եղել, ոչ միայն այդ մերը չի եղել, այլև օգտագործվել է նրա համար, որ Հայաստանն էլ մերը չլինի։ Ես պատասխանատու ասում եմ, եւ այո ասում եմ, ես այդ ճանապարհը անցել եմ, ես նեն չի, որ այդ գաղափարին նվիրվածությամբ պակաս եմ ունեցել, ընդհակառակը այդ գաղափարին նվիրվածությունով է, որ հասել եմ այս եզրակացության, որ ասում են Ղարաբաղը մերն էր, այլևս մեր չի, սուտ է դա։ Իրականությունն է, որ Հայաստանը մերը չէր, հիմա մերն է։ Որովհետև դուք տեր եք Հայաստանի Հանրապետությանը, ինչի Հայաստանի Հանրապետության քաղաքացին բանա որոշել։ Որը սարը։ Կիսվիր այն ընկերոջդ հետ, ով դեռ ուտում ասրանց կտերը։